Միացյալ Նահանգների Սենատը հավանության է արժանացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին օրինագիծը։ Առաջիկա օրերին այն պետք է ընդունի Ներկայացուցիչների պալատը, ինչից հետո օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Դեմոկրատ սենատոր Չակ Շումերը Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է, որ այս օրինագիծն անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը եւ մյուս երկրները հասկանան, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար կարող են պատժվել։ Ամենակարևորն այս նախագծում թերևս դրույթն է, որի համաձայն նախագահ Թրամփը չի կարող ինքնուրույն որոշել հանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ թե ոչ։ Պատժամիջոցները չեղարկելու կամ թույլատնելու մասին որոշում կայացնելուց առաջ Թրամփը այն պետք է համաձայնեցնի կոնգրեսում եւ համոզի կոնգրեսականներին, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշում, օրինակ Սիրիայի կամ Ուկրաինայի հարցում։ Օրինագիծը նաեւ նոր ժամկետներ է սահմանում ռուսաստանյան ընկերություններին վարկեր տրամադրելու համար։ Առավելագույն ժամկետը սահմանվում է 14 օր։ Այսօր գործում են պատժամիջոցներ, որոնց համաձայն ռուսական ընկերությունները կարողանում են վարկ ստանալ 90 օրով։ Բացի այդ նոր օրինագծի համաձայն պատժամիջոցներ կսահմանեն ռուսաստանյան այն ընկերությունների դեմ, որոնք նախկինում ընդգրկված չէին այդ ցուցակում։ Սենատորներն առաջարկում են նաև նոր պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան մի շարք տրանսպորտային ընկերությունների դեմ, ել ավելի կուժեղացվի նաև ճնշումը նավթային ոլորտում աշխատող ընկերությունների համար։ Այս նոր նախագծի համաձայն ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան պետք է կոնգրեսի համար Ռուսաստանին վերաբերող մի շարք զեկույցներ պատրաստի, իսկ ֆինանսերի նախարարությունն ազգային հետախուզության եւ պետդեպի օգնությամբ կուսումնասիրի եւ կներկայացնի ռուսաստանյան քաղաքական գործիչների եւ օլիգարխների կարողության եւ Պուտինի հետ նրանց ունեցած կապի մասին զեկույց։ Ընդ որում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավորինս արագ ընդունելու համար այն չի ներկայացվել առանձին օրինագծի տեսքով, այլ որպես Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հավելում։